Սիրելի հայրենակիցներ, պարտավոր եմ հիշեցնել, 6-րդ օրն է այս ազգային ժողովը գործում է ոչ լեգիտիմ, որովհետև քաղբանտարկյալ Արտուր Սարգսյանը Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր զրկված է 6 օր շարունակ խորհրդարանի աշխատանքներին մասնակցել։ Ինչ վերաբերում է Արուշ Արուշանյանին, Փարամազյանին, Մխիթարին, այսօր էլ անարդար ձևով ձերբակալվեն, էլի կանգնելու ենք իրանց կողքը, ցանկացած մեր հայրենակցի կողքը։ Իսկ դուք սովոր եք, ձեր իշխանությունը սովոր է, էլի, անարդար ոնց պահեն։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը մի հարց ունեմ, ձեր մեջ Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի երկրպագու կա։ Կա։ Լավ, պարոն Վարդապետյան, մի պահ հետո կանդրադառնամ, բայց գիտեք, այս մի շաբաթ է, կարծեք հավատաքննություն է այստեղ գնում։ Երկու խմբակցություններին սիստեմատիկ հարց են տալիս Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը որքան է։ Այս 6 օր է, այս քարտեզն ասում են, ուզում ես, քարտեզը որն է։ Չգիտեմ, օրինակ, ֆրանսիացիներից քանի հոգի գիտեմ, Ֆրանսիայի օրինակ տարածքը քանի հազար կամ չգիտեմ ինչ քառակուսի կիլոմետր է, չգիտեմ, ռուսներից։ Օրինակ արգենտինացիները գիտեն քանի կիլոմետր է Արգենտինայի տարածքը, սուվերեն տարածքը։ Բայց դա չի խանգարում, որ Արգենտինայի ազգային հավաքականը համարելով խախտում, սպորտը, չգիտեմ ինչ քաղաքականը անգլիացիների հետ խաղից պաստար բարձրացնեն, որ այդտեղ էլ կարևոր քաղաքական հարց կա։ Իրենց համար մարմնյակ կղզիներն են, ոչ թե ֆոլկլենդներ։ Ու դրանից հետո Անգլիան պատերազմ չհայտարարի Արգենտինայի։ Իրան հետ պատերազմ չաներ։ Բազմաթիվ երկրներ, Գերմանիան, երբ որ եղանակի տեսության ժամանակ խոսում է Քյոնիգսբերգի եղանակի մասին, այդ նշանակում է տարածքային պահանջ ներկայացնել, գիտեք, բայց ամեն անգամ, որ լսում է Հայաստանի սուվերեն տարածքը որքան է, քանի հազար քառակուսի կիլոմետր է, ու այլ երկրների նկատմամբ տարածքային պահանջ ունեք, ցենց ամեն անգամ հետ էի գնում իմ անցած 15-20 տարվա կյանքը, որովհետև այդ անցնող բոլոր տարիներին տարբեր առիթներ են եղել, որ Հայաստան են ժամանել թուրք լրագրողներ, հատկապես ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ։ Ու այդ ժամանակը, որ թուրք լրագրողները հատկապես դաշնակցական եմ, հարցազրույցներում, դուք տարածքային պահանջ ունեք Թուրքիայի նկատմամբ, տարածքային պահանջ ունեք Թուրքիայի նկատմամբ, բայց երբեք հարց չեն տվել Արարատի մասին, մենակ տարածքային պահանջ։ Բայց այստեղ կա մի կարևոր բան, դեռ 98 թվականին ադրբեջանցի լրագրողների մեծ խումբ եկել էր դաշնակցության գրասենյակ, Արմեն Ռուստամյաններ, ես եւ մեր հանգուցալ գերագույն մարմնի ընկերներից մեկն էր, բազմաթիվ հարցեր տվեցին, որ լավ 100 տարի է դուք պայքարում եք, չեք օգնում, պատասխանեցինք իրենց հանրապետության հիմնադիր Ռասուլզադեի խոսքերով, թե մեկ անգամ բարձրացած դրոշը այլևս չի գնում, բայց չեղավ գետ մեկ ադրբեջանցի, որ համարի, թե մենք ու Հայաստանը տարածքային պահանջ ունենք Ադրբեջանի նկատմամբ, որտեղ իրենց համարել էր հասկանալի, որ Արցախը Ադրբեջանի դեմ տարածքային պահանջ չէ, ինքնորոշման հարց է։ Այստեղ պատգամավորներից մեկը ասեց 30 տարվա հայ-ադրբեջանական հակամարտությունը, չէ, 30 չի, այդ հակամարտությունը շարունակվել է Արարատ ու Նեֆչի խաղերով, այդ հակամարտությունը շարունակվել է Դեմիրճան Ալիև, այն ժամանակվա կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեների առաջի քարտուղարներ եղած ժամանակ, այդ հակամարտությունը շարունակվել է 80-ականներին, երբ որ հանգուցյալ կար, երկրաբան էր, բայց զբաղվում էր ազգային հարցերով, բազմաթիվ նամակներ էր ուղում, Անդրոպով, ՑԿ, ստորագրահավաքներ էին արվում,
Այդ հակամարտությունը կար 60-ականներին Արցախում, երբ որ Ադրբեջանը հետևողական փորձում էր հայաթափել Արցախը։ Այդ հակամարտությունը կար այն ժամանակ, երբ որ ադրբեջանցին սպանել էր հայ երեխա Արցախում, վերջում այդ դատից հետո մեքենան վառեցին դրանով։ Այդ հակամարտությունը կար 40-ականներին, երբ որ Արցախում հարյուրավորներ էին ձերբակալվում։ Այդ հակամարտությունը կար 30-ականներին, երբ որ սկսվել էր բոլշևիկացումը, բայց դաշնակցական խմբապետ Թևանի գլխավորությամբ Հադրութում շարունակվում էր ապստամբությունը։ Այդ հակամարտությունը կար 1903-5 թվականների հայ-թաթարական ընթարումներին, 18-ին, 19-ին, 20-ին, այնպես չի, որովհետև այստեղ ոչ թե երկու երկրներ, երկու ժողովուրդներ իրար վրա կրակում են, այլ ինքնորոշման հարց է, Արցախի ինքնորոշման հարցն է։ Եվ այս բանավեճի մեջ արդեն հոգնում ես, լավ ասում ես, 5 տարի այս թեմայով խոսել եք, պետություն և հայրենիք, պետություն և հայրենիք, որևէ մեկը, գիտեմ, մի օր դասագիրք է գրվելու, եզակի իշխանություն, եզակի երկրում, որտեղ քննարկման դիսկուրսի հիմնական հարցը հայրենիքի և պետության սահմանների ճշգրտումն է դարձրել, որտեղ որևէ ֆրանսիացու կամ գերմանացու մտքով չի անցել, չի անցնում, որևէ ճապոնացու մտքով չի անցնում, ինքը գծի իր սահմանները, իր հայրենիքի սահմանները պետական սահմանների մեջ, պետական սահմանների մեջ։ Տիկին Մարիա Կարապետյանը, որ տարբեր առիթներով եղել է Թուրքիայում, ես էլ եմ եղել շատ առիթներով, անգամ Էրդողանին եմ դեմ դիմացել, Հարգելի գործընկերներ, մի ընդհատեք։ Բայց նույն Թուրքիայի քաղաքական խոսույթում այդ ամբողջ տափաստանները Միջին Ասիայի հայրենիք է իրենց համար, որևէ մեկը տաջիկ, ուզբեկ, տաջիկներին հանած, ուզբեկ, ղազախ կամ ռուս, ասում ա դուք աչք եք դրել մեր պետական սահմանների սուվերեն տարածքի նկատմամբ։ Եվ իրականում ես հասկանում եմ այն մոտեցումը, որ իշխանության այս ամբողջ քարոզության մեջ է, այդ քարտեզը ամենտեղ ցույց տալ, քարտեզն ամենտեղ ցույց տալ, անկեղծ եմ ասում, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի շատ վատ եմ զգում, էլի։ Պարսկաստան առաջնորդի թաղմանը շատ վատ եմ զգում, որ իմ երկիրը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը այդ քարտեզը վրան, որովհետև այսինքն պարսիկ պաշտոնյաների մտածումն է այդ պահին մտքովս ելքի, ինչ են մտածում, էլի, լավ, ինչն են ապացություն, ինչը, ինչպես, և այս առումով, այս դիսկուրսը, գիտեմ, շարունակվելու է մինչև նոր իշխանություն կարծում եմ, դրանից հետո այլևս օղորմաթասը կխմենք։ Եվ վերջապես, հա, ոչինչ, 17-ին էլ էր նոր եղել ընտրություն միջոց, հա։ Իմիջայլոց չեմ կարող այսօրվա իրականում ամոթի օրվան չանդրադառնալ։ Շատ կարճ, բայց ասեմ այս իշխանության եկեղեցու դեմ պայքարը։ Երբեմն ԿՊ պատգամավորներ ինձ նեղանում են, որ բոլշևիկների հետ եմ համեմատում, բայց նայեք, բոլշևիկներն ինչ արեցին, 20-ական թվականներին փորձեցին հայ առաքելական եկեղեցին վերջացնել, ամենաուժեղ եկեղեցին, որպես համայնք, Թիֆլիսն էր, Թիֆլիսից սկիզբ առավ, հետո տեղափոխվեց Հայաստանի, սովետական Հայաստան, ազատ եկեղեցու շարժում սկսեցին, լրիվ մոտավորապես այն ինչ որ այս տարիներին Հայաստանում էր, այնտեղ կար մի հոգի, եպիսկոպոս, որի անունը հիմա չեն հիշում, վարդապետ, լրիվ նույն թեզերը գրավում էին եկեղեցի, թերթ էին տպում, քննադատում էին վեհափառին, բարեփոխում էին պահանջում, պարտվեց էդի, որ պարտվեց երկրորդ քայլն եկավ, սկսեցին ձերբակալել եպիսկոպոսների, 2 եպիսկոպոս, իմիջալոց Արտակ եպիսկոպոսի անունով Գյումրիում մեն փողոցն է, որտեղ հիմա Միքայել Սրբազանն է, էդ էլ չհաջողեց, հասան վերջին կետին,
մայրաթոռում խեղտամա արեցին խորեն վեհապարին։ Աստված երկար կյանք տա մեր վեհապար հայրապետին, բայց այն ինչ որ այսօր տեղի է ունենալու վաղար շաբաթում, հավասարազոր է 37-ի խեղտամա անելու։ Ավարտեք, պարոն Մանուկյան։